Անդամակցությունն ենք սառեցրել, ՀԱՊԿ-ը արդեն որոշել է մեր երկրի ներքին իրավական գործընթացներին խառնվել, ըստ էության ոչ մի կերպ չանդրադառնալ ահաբեկչության այն մեղադրանքներին եւ ապացույցներին, որոնք այս պահին մեր բոլորի առջև են, դրա մասին չխոսել, բայց անհանգստանալ եկեղեցու ուղղությամբ այսպես կոչված հարձակումներին, մի բան, որ ընդհանրապես իրականության հետ կապ չունի, բայց զարմանալի է եւ ցինիկ, որ մի երկիր, ով ամենաշատ հարվածներն է հասցրել մեր եկեղեցուն, այդ երկրի արտգործնախարարը որոշել է մեր եկեղեցու պաշտպանությամբ հանդես գալ, սա եւս ես կարծում եմ, որ մեր իշխանությունների կծկտուր, կիսատ պրատ քաղաքականության արդյունքն է, որ միջև վերջ նաեւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները չենք անմիջապես կտրել, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները չենք կտրել եւ դրանք այդ կառույցների Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր շրջանակ, վերաֆորմատավորված շրջանակ չենք հաստատել եւ նրանք էլ իրենց իրավունք են վերապահում ուրեմն ներքաշվել մեր ներքին հարցերին, ներքաղաքական հարցերին, որքան որ նրանց մենք թույլ ենք տվել, ըստ էության նրանք ահռելի հետախուզական ուրեմն ցանց ունեն այստեղ եւ դրանց գործակիցներն են համապատասխան են շրջանակները, ովքեր վերջին օրերին, վերջին շաբաթներին ներգրավված էին ներքաղաքական ցնցումների այն վերջին շրջափուլում, որի ականատեսն էինք բոլորս, եւ սա թույլ չտալու միակ ձևը հստակ Հայաստանի արտաքին քաղաքական ուրեմն ուղենիշի վերաբերյալ հայտարարությունն է եւ գործնականացում է այդ ուղղությամբ այն քայլերի, որոնք Հայաստանի Եվրոպական միության անդամակցությունը կդարձնեն անշրջելի։ 26-ից ընդառաջ կարծում եք, որ Ռուսաստանն էլ ավելի է մեծացնելու ճնշումը եւ շատ ավելի գործնական քայլեր են պահանջվում։ Իսկ ինչ է խանգարում դա Ռուսաստանին չանելու։ Մի բան միայն Հայաստանը, քանի դեռ կամքը չի դրսևորել եւ հստակ չի հայտարարել իր Եվրոպական միության անդամակցության հավաքական արևմուտքի հետ իր հարաբերությունները հստակեցնելու եւ իր տնային գրքույկը հստակ ի ցույց դնելու կամ ինչպես Ռուբեն Մերաբյանն է ասում անձնագիրը վերջապես սեղանին դնելու ուրեմն մենք այս վիճակում մշտապես լինելու ենք եւ Ռուսաստանը առիթը բաց չի թողնելու իր հայ լրտեսական դվաճան քաղաքական կամ պսևդո քվազի քաղաքական շրջանակների օգնությամբ Հայաստանի ներքին կյանքը մշտապես ցնցումների տակ պահելու։ Ընդհուպ մինչև տերորիստական մեթոդների գործածման, ինչի ականատեսն ենք մենք ոչ միայն հիմա, այլև նախկինում, սա առաջի դեպքը չի։ Հետևաբար այստեղ Հայաստանը եւս պետք է ընթանա եվրոպական ճանապարհով եւ այս ցանցերի լյուստրացիայի կարիք էլ չկա։ Լյուստրացիան արդեն տեղի է ունեցել եւ այս լյուստրացիայի արդյունքները պետք է ամրագրվի իրավաբանորեն։ Մոլդովայում եվրոպական օրակարգի դեմ հանդես եկող քաղաքական ուժերը եւ կոռումպացված տարրերը նրանք ուղղակի զրկված են Եվրամիություն մուտք գործելու իրավունքից, մեր մոտ գնում են թոր ունենալու։ Հասկանում եք։ Ռումինիան հիմա մեր աչքի առաջ հստակ ցույց է տալիս, թե ինչպես են պետության եւ ժողովրդավարության թշնամիների դեմ պայքարում։ Ֆրանսիան ցույց տվեց, թե դա ինչպես է արվում։ Գերմանիան հստակ ցույց տվեց, ինչպես է դա արվում։ Էլ ինչ պիտի անեն եվրոպացիները, որ մենք հասկանանք, որ դա իրավական գործընթացների հետ համահունչ է եւ դա օրենքի խախտում չէ, որպեսզի մենք իրապես օրենքի համապատասխան գործիքներ եւ պաշտպանիչ շերտ կարողանանք ստեղծել մեր ժողովրդավարությունը անհրաժեշտ ժողովրդավարության համար անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, մեխանիզմներ, գործիքներ ստեղծելու համար։ Իսկ Վարդան Օսկանյանն էլ ռուսական քարոզը գերադասում է իրականացնել Հունաստանից, այլ ոչ թե ասենք Մագադանից։ Հասկանում եք։ Այս սա է ողջ ցինիզմը, որը ուղղակի արդյունք է նրա, որ պետությունը սրան նայել է մատների արանքով եւ իներցիայով շարունակում է նայել մատների արանքով, բայց այլևս այս ամենը անհանդուրժելի է, ոչ թե սա քաղաքական նախապատվության կամ ճաշակի հարց է, սա նպատակահարմարություն է, այո, մեր եվրոպական կուրսը անխոչնդոտ անցկացնելու համար։ Որքան կհաջողվի մանևրել Հայաստանի Ոչ շատ երկար։ Ի վերջո մենք նաև հասկանում ենք, որ այս հարցը
էականորեն կապված է խաղաղության գործընթացի հետ, խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Հայաստանը չի ունենալու խաղաղություն, եթե հստակություն չմտցնի իր արտաքին քաղաքական կուրսի մեջ։ Հայաստանը ի վիճակի կլինի ոտքի կանգնել, Հայաստանի դիմակայունությունը եւ կարողությունները շեշտակիորեն կավելանան, եթե Հայաստանը ավելի հստակեցնի իր կուրսը դեպի Եվրոպական միության ընտանիք։ Միայն այդ ճանապարհով եւ այդ գործընթացի շնորհիվ մենք կկարողանանք Ադրբեջանին ստիպել գալ ուրեմն համաձայնության, քանի դեռ մենք շարունակում ենք սառեցված, բայց հավատարիմ դաշնակից մնալ Ռուսաստանի հետ, մեզ խաղաղություն չի սպասվում, որովհետև խաղաղությունը եւ ՀԱՊԿ անդամակցությունը, խաղաղությունը եւ ԵԱՏՄ անդամակցությունը, խաղաղությունը եւ Ռուսաստանը անհամատեղելի են, դրանք բացառում են իրար։ Մենք խաղաղություն ենք փնտրում միտեղ, որտեղ մեզ խաղաղություն չի սպասում, քանի դեռ մենք չենք կտրել այն ճյուղը, որը մի բանի համար է Ռուսաստանը պահում, որպեսզի մենք շարունակենք առնահոսել, շարունակենք մեր կյանքերի եւ տարածքների գնով վճարել այն դաշնակցային հարաբերությունների համար, որ շարունակում են մեզ պարտադրել ռուսները եւ նրանց այսպես կոչված դաշնակիցները ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Հայտարարությունը համեստ